Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, ավարտվեց երրորդյա Եվրամիություն Հայաստան տարբեր ձևաչափերով եւ տարբեր վերնագրերով, ժողովները գործնականում կամ խոսումների կատարվածքով ինչ տվեց այդ երրորդյա հանդիպումները, քննարկումները եւ այլն, եւ Անտոնիո Կոստայի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման ընթացքում կարծես բոլորը ակնկալում էին ինչ որ պահի, որ դուք պետք է հայտարարեք երբ է Հայաստանը հայտ ներկայացնելու Եվրամիության անդամ դառնալու, ինչու չհայտարարեցիք կամ երբ կհայտարարեք, եւ եթե կարելի է ներհանրապետական 8 տարվա ընթացքում միթե հնարավոր չէ բարեկարգել այդ ԴԱԿ ոլորտը, որովհետեւ կարծես նոր ձեռագիր են որդեգրել, հա, բանը կալանքի գումարի չափը փոքր են ներկայացնում հաշվի համարների վրա, հետո անգամ չեն բռնականձում գումարը, որը փոխանցվել է, հետո եւ ստիպում են, որ գնաց ԴԱԿ դիմում գրես, որ գումարը վերցնեն, բայց դիմում գրելուց հետո լրացիչ հին պարտքեր են գտնում, որը ոչ մեկին հայտնի չէ, կամ մի հեռախոսային ցանց ունեն, որը անհնար ուղղակի խոսել, որովհետեւ 5 րոպե ընդհատվում է, մի րոպե լսվում է, 5 րոպե ընդհատվում է, մի րոպե լսվում է եւ այլն։ Այդ ոլորտը հնարավոր է կարգի բերել։ Գիտեք ինչ, այդ ոլորտում ահռելի բարեփոխումներ են տեղի ունեցել, բայց պետք է մենք էլ արձանագրենք, որ այն ծառայությունը, որի իմաստը այն է, որ մարդու չկատարած պարտավորությունները կատարելուն հարկադրի, այդ ծառայության շուրջ, այսինքն դա բանի Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը չի, որի շուրջ, ասենք, տենց լինի գոհունակության մթնոլորտ։ Հասկանում եք, ինքը այդ ծառայության ամբողջ իմաստն է, որ ինքը դատական ակտը կատարի, նախկինում կոչվում էր դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, դրա համար մի քիչ պոզիտիվ ավելացնելու համար հարկադիր բառը դուրս է բերվել, որ դատական, այսինքն ոչ մեկիս հաճելի չի, երբ որ մեզ ասում են, գիտես ինչ, դու այստեղ պարտք ունես եւ հիմա մենք, քանի որ կամավոր այդ պարտքի պարտքը չես փակում, հիմա մենք այս գործողություններ ենք անում, քեզ հարկադրելու իմ մասին է հիմա ես խոսում եմ, անկարծ, որ դու այդ քո պարտավորությունը կատարես։ Դա հնարավոր չի, որ այդ ծառայության շուրջ լինի տենց պոզիտիվ բան մթնոլորտ, որովհետև բոլորն էլ ցանկացած մեզնից որևէ մեկի համար տհաճ է, հիմա հա կարող է մեկը օբյեկտիվորեն մոռացել է, մեկը այլ ձև է, բայց մեկը դա տհաճ փոխգործակցություն է, այնպես որ հույս ունենալ, որ գալու է մի օր, որ երբ որ ԴԱՀԿ-ի հետ գործ ունեցողները ասեն ժպիտով գալու են եւ բաներն են անելու, ծաղիկներ են նետելու ԴԱՀԿ ծառայության նկատմամբ, եթե այդպես վարվեն, այդպես կվարվեն նրանք, ովքեր իրանց պարտքը հետ են ստանում, բայց նրանք էլ չեն անի տենց, նրանք էլ դժգոհ են, թե ինչի այս պարտքը պետք է 3 տարի առաջ բերված լներ, եւ հիմա այսքան տարիներ մեզ քաշքշեցին այս արին եւ նոր մի կերպ պարտքը տվին, բայց ամեն դեպքում ես ձեր ասած կոնկրետության մեջ չեմ մտնի, բայց հիմա հանձնարարում եմ արդարադատության նախարարությունը լսեց, ավելի կոնկրետ հասկանա թե ինչ process-ներ նկատի ունեք, որպեսզի եթե այդտեղ լրացուցիչ բարեփոխելու բան անենք դա։ Ինչ վերաբերում է Եվրամիության հետ կապված, ես ախր տասնյակ անգամներով եմ դրա մասին խոսել։ Ես ասել եմ, որ ուղղակի Եվրոպական միությանը անդամագրվելու ձևական հայտ ներկայացնելը, այդ հայտը ներկայացված է Հայաստանի Հանրապետությունում ընդունված օրենքով։ Երկիրը միջև չհամապատասխանի Եվրոպական միության ստանդարտներին, այդ երկիրը չի կարող Եվրամիության անդամ դառնալ։ Այսինքն ինչի համար ենք անիմաստ աղմուկ բարձրացնում։ Մենք հիմա ընդհակառակ ուզում ենք կենտրոնանանք բարեփոխումների օրակարգի վրա, որ մեր երկիրը անկեղծորեն, լիարժեքորեն իրականում համապատասխանի ստանդարտներին։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար